Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է շարժվել որդեգրած քաղաքականությամբ, բաց թափանցիկ հաշվետու։ Հյուրերի պակաս այստեղ չի զգացվում։ Ազդակիր Արծվանիկ բնակավայրի դպրոցականներն էին այս անգամ այցելել։ Անվտանգության հրահանգավորում են անցնում, զինվում արտահայտքով, որ սկսեն առաջին էքսկուրսը կոմբինատում։ Ձեռնարկության արտադրությանը վերևից հետևում են տալիս հուզող հարցեր։ Ընկերության լրատվության եւ հասարակության բաժնի ղեկավարը հանրամատչելի բացատրում է, թե ինչպես է ժամացույցի ճշգրտությամբ աշխատում հանրապետության խոշորագույն ընկերությունը։ Ես չգիտեի, թե ինչպիսի տեսք ունի, այստեղ շատ գեղեցիկ էր։ Ընդհանուր առմամբ ես այս կոմբինատից ոչ մի բան չգիտեի։ Հիմա հասկանում եմ ինչու Հայաստանի առաջին հարկատուն։ Արծվանիկցի երեխաները անտարբեր չեն հանքարդյունաբերության շրջակա միջավայրի վրա ազդեցության նկատմամբ սեփական ուսումնասիրություններ են կատարել, պոչամբարի ու կապանի տարբեր հատվածներից հող վերցրել, որոշել մետաղների պարունակությունը։ Մենք օգտվելով Հայաստանի ամերիկյան համալսարանի կազմած շմագից նաև հասկացանք հողերում մետաղների կոնցենտրացիաները, ծանր մետաղների կոնցենտրացիաները։ Ինքնին պոչամբարից վերցրած փորձանմուշը, ասեմ ձեզ, որ նրա pH-ը ընդամենը 8 էր կազմում, շատ բարձր չի pH-ը, քանի որ ջրի pH-ն էլ ընդամենը 7 է, այդքան իրարից տարբերվող չեն։ Ապրելով ազդագիր բնակավայրում պոչամբարի հարևանությամբ Արծվանիկի դպրոցականները առավել քան ուշադիր են հետևում հարազատ գյուղին առնչվող լրատվական նյութերին։ Դրանցից մեկում կարդացել էին, թե իբր գյուղում ապրողները առողջ չեն, արյունն էլ ոչ պիտանի։ Այս միտքը խիստ անհանգստացրել էր երեխաներին։ Սեփական փորձով ստացան հուզող հարցերի պատասխանները։ Մեկ ամիս առաջ երեխաները որոշեցինք, որ ուսուցչի հետ կատարենք արյան կենսաքիմիական վերլուծություն, որպեսզի պարզենք, թե պոչամբար ինչ ազդեցություն է թողնում արյան բաղադրության վրա։ Ինձ հետաքրքիր էր, թե պոչամբարը ինչ ազդեցություն ունի մարդու կենսաքիմիական արյան անալիզի վրա։ Այդ պատճառով ես որոշեցի, որ պետք է մասնակցեմ եւ ինքս համոզվեմ եւ եկանք այդ եզրակացության, որ զգալի ազդեցություն չունի։ Մենք որոշեցինք անել արյան կենսաքիմիական անալիզի վերլուծություն, որպեսզի հասկանանք իրոք դա այդպես է, թե ոչ։ Բայց կատարելուց հետո հասկացանք, որ պոչամբարը չունի զգալի ազդեցություն արյան բաղադրության վրա։ Բաց հանքից հետո դպրոցականները այցելեցին հարստացուցիչ ֆաբրիկա, գնդաղացի տեղամասի աշխատանքները տպավորիչ էին, գերազանցեցին սպասելիքները։ Այստեղ մարդու միջամտությունն ու ֆիզիկական աշխատանքը նվազագույնի են հասցված, տեխնիկան իր գործն անում է։ Տպավորված ու ոգևորված երեխաները ճանապարհվեցին դեպի Քաջարանի մշակույթի պալատ, պայմաններին ծանոթացան, հարց ու պատասխանով ամփոփեցին հագեցած օրը, քննարկելով բնապահպանական հարցեր։ Ամեն ինչ արվում է, եթե հնարավոր է, մաքսիմում տեխնոլոգիական, մաքսիմում տեխնիկայի միջոցով եւ մաքսիմում էկոլոգիական։ Այսինքն որևէ մեկը շահագրգռված չի, որ մի տեղից եթե փոշու աղբյուր կա, այդ փոշու աղբյուրը անպայման ընկերությունը փորձում է փակի վերացնի, որովհետև դա նախ եւ առաջ պատասխանատվությունն է իրա ձեր հանդեպ, բնակչության հանդեպ։ Երկրորդ, դա տնտեսապես ձեռնտու չի։ Հայկական կինեմատոգրաֆիայի լավագույն կարճամետրաժ ֆիլմերից մեկը դիտելուց հետո դպրոցականների հագեցած օրը Լեռնագործների քաղաքում ավարտվեց, իսկ հաջորդ օրն արդեն իրենք երեխաները հյուրընկալեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներին։ Դեկորատիվ ծառերով, էկոպայուսակներով, տեղեկատվական գրքույկներով էին հյուրերը այցելել ծառատունք իրականացրին Արցախյան առաջին պատերազմում զոհված արծվանիկցիների հուշահամալիրում։ Կարծում եմ, որ ծառ տնկելը կարևոր է ցտվածքի համար։ Ամեն ծառ եթե շատ է բարձրանում, եթե նույնիսկ ինքը մրգատու է, պետք է այդ ծառերը այսպես կլորի ձևով կտրենք։ Երեխաները պետք է անպայման խնամեն իրենց ծառը, իրենք իմանան, որ իրենք պատասխանատու են այդ ծառի համար։ Արծվանիկի վարչական շենքում կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանը պատասխանեց մանկավարժներին ու աշակերտներին հուզող հարցերին։ Դրանք վերաբերում են պոչամբարի ազդեցությանը մարդու առողջության վրա եւ այնտեղ իրականացվող պրոգրեսիվ ռեկուլտիվացիային։ Որպեսզի պոչամբարի ազդեցությունը ձեր առողջության վրա, իմ առողջության վրա, կամ չգիտեմ, արծվանիկցու առողջության վրա բազեն, մենք առնվազն, չգիտեմ, պոչամբարի գործունեության ամբողջ ընթացքում այն բոլոր վնասակար ազդեցությունները, որ կա ունենան մեր առողջության վրա, իմանանք, որ պահել ենք, թե չենք պահել։ Մենք ամբողջ կյանքերս ծխել ենք, թե չենք ծխել։ Ես հիմա պատրաստված եմ այս հարցի շուրջ, որտեղ ընդհանուր է 2 օր առաջ մեր գործընկերներով լավ քննարկում ենք ունեցել սրա շուրջ։
Ամփոփելով տպավորությունները երկարամյա մանկավարժ Վարդուհի Օհանջանյանը շեշտում է, սպասելիքներն ավելի քան արդարացան։ Խիստ տպավորված էի աղացներով, քանի որ այդ աղացները իրենք արդեն այդպիսի փոշի չեն արտազատում եւ էկոլոգիապես ավելի լավ են։ Կարելի է այսպես ասել, որ էկոլոգիապես ավելի մաքուր միջավայր են ստեղծում։ Մենք տեսանք, որ բոլոր հարթություններում կան բուժօգնության կետեր եւ հետեւում էին իրենց անվտանգության տեխնիկայի կանոններին։